Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ամանորի նախաշեմին հանդիպել է Գյումրու կույրերի միավորման անդամների հետ, քննարկել նրանց վերաբերող մի շարք խնդիրներ։ Հաշմանդամություն ունեցող եւ ամենախոցելի խավ համարվող այս քաղաքացիները տարիներ շարունակ գտնվում են պատկան ատյանների ուշադրությունից դուրս։ Մեր ամենախոցելի խավն են, մարդիկ ովքեր ունեն ուշադրության կարիք, մարդիկ ովքեր ունեն հոգածության կարիք։ Եվ ես այսօր շնորհավորելով գալիք ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ հերթական անգամ տնօրինության հետ անձինս պարոն Ափոյանի պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ առաջիկայում կյանքի կոչենք մեր քույրերի միավորման համար մի առանձնահատուկ ծրագիր, որով կարողանանք սկսել աշխատատեղեր ստեղծել։ Անտեսված քույրերին մարտուտեղ են դրել վերջապես, հարգել են ու այցելել են։ Մենք շնորհակալ ենք Հովհաննես Մարգարյանին, ազգային ժողովի պատգամավոր, ով մեր կողքին է ու մեզի հետ է։ Վերջին անգամ նրանց հոգսը լսել ու քույրերի միավորման նախկինում գործող խոշոր արտադրամասը վերագործարկելու ուղղությամբ ծրագիր է մշակել ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դեռևս ընթացիկ տարվա ամռանը նրանց հետ հանդիպելիս։ Իրոք քույրերի միավորումը ճանաչված է եղել, իրենք հարգային արտոնություններ են ունեցել, տարբեր արտադրանքներ են արտադրել եւ հիմա դուք գիտեք, որ ամեն ինչ մատնվել է անուշադրության։ Ազգային ժողովի պատգամավորը խոստանում է հայկական վերածնունդ կուսակցության համատեղ ջանքերով գալիք տարում կրկին վերագործարկել Գյումրու կույրերի միավորման արտադրամասը, նոր օրենքի փոփոխությամբ հասնել հատկապես այս խավի ներկայացուցիչների հարկային բեռի թեթևացմանը։ Բացի դրանից նաև ավանների փոխհատուցման գործընթացին վերաբերող օրենքի նոր նախագիծ է լրամշակվում կուսակցության կողմից։ Իսկ տեսողական խնդիրներ ունեցող գյումրեցիները հավատում եւ վստահում են Հովհաննես Մարգարյանին, քանզի նրա խոսքը գործ է։ Այսօր միակ մարդն է, որ կանգնած է հաշվանդամների թիկունքին ու աջակցում օգնում է։ Փառք ու պատիվ իրան։ Ինքը էրի ժողովրդին հարգելով, ժողովրդի դրության մեջ մտնելով, եկավ մեզի տեսա մեր հոգսերը իմացա։ Եկել է այսօրվա վիճակով մարդիկ իրանց տները, իրանց հոգսերով են, այս մարդն եկել թողել է իր ատուն ու դուրը, եկել է այստեղ մեզնով է զբաղվում։ Մեզնով ինչ որ ծրագրեր կազմոր մենք աշխատենք վերջապես մենք էլ մարդ դառնանք, հերիք է։ Գյումրեցին թասիբով մարդ եղե։ Ոչ մեկը մեզի ուշադրություն չի դարձրել, բայց պարոն Մարգարյանը մեծ սիրով Այսօր արդեն քանի անգամ կուկա մեր ձեռնարկություն, մեր ժողովրդի տարդու ցավը կիմանա։ Բոլորը խորին շնորհակալություն հայտնում Հովհաննես Մարգարյանին։ Դրա անշահախնդիր վերաբերմունքի համար ուշադրության կենտրոնում դարձնելով հաշմանդամներից, քույրերից նա չի անտեսել ու չէր անտեսում։ Ամանորի նախաշեմին քույրերի միավորման անդամների համար նաև անակնկալ էր պատրաստվել հայկական վերածնունդ կուսակցության կողմից։ Երախտիքի խոսքերն ուղղված ազգային ժողովի պատգամավորին անկեղծ էին ու ի սրտե։